Սկսենք ոսկե հասկից, քաղաքացու օրը ինչպես էին նշում, ինչ կարգախոսի ներքո։ Բաքվից տեսանյութը ներկայացրել էր Ֆարհադ Մամեդովը, Ալիևի ադմինիստրացիայի խոսող գլուխներից մեկը, որին անընդհատ հիմա տանում բերում են Հայաստան, քարոզչություն է անում Հայաստանում, Ադրբեջանի, եւ նաեւ այս ցուցանակի մասին եմ ուզում խոսել։ Փաստորեն ՔՊ-ն նման կարգախոսով է հանդես գալիս, վերադարձ Հայաստան, չկա Հայաստան առանց Փաշինյան։ Խնդրեմ։ Իսկ թարգմանությունը կա Ադրբեջանում ինչ տեքստեր գրված է։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում է արվել դա եւ Ֆարհադ Մամեդովը գրել է. դուք հայլում ես Բաքվում, կանգնած սպասում ես լուսացույցին, որ անցնես փողոցը եւ հանկարծ գովազդային էկրանից քեզ է նայում Հայաստանի վարչապետը հայտարարելով, որ պատրաստվում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Դե փաստորեն մենք Ադրբեջանում հետեւյալ ներկայացվածությունը ունենք։ Մենք ունենք մարդկանց, ովքեր առևանգվել են եւ պահվում են ադրբեջանական բանտերում ու ցմահ, կամ համարյա ցմահ, պատիժներ են նշանակվել անհասկանալի է թե ինչի, մի դատավարության, որը կապ ու աղերս չունի դատավարության հետ, արդարադատության հետ։ Երկրորդ պատկերը, որը ինձ մոտ վերադառնում է, դա հայկական դրոշը կամ Արցախի դրոշը տենց մեքենաներին կապած տրապկա սարքած հետևներից քարշ տալով տանելը, ու երրորդ պատկերը դա Նիկոլ Փաշինյանն է, որը տենց փաստորեն ոչ բանտում է, ոչ գետնին քարշ տալով տանում են այդ նկարը, ոչ կոտրում են, ոչ փչացնում են, այսինքն մարդը ընդունված է այնտեղ։ Ես շնորհավորում եմ։ Երևի թե միակ հայն է, ում վերաբերյալ տենց բաց սրտով իրենց հերոսներից են, իրենք հերոս են համարում Ադրբեջանի։ Դեռ զարմացած եմ, ինչպես իրեն հերոսի կոչում չեն տվել, գուցե եւ տվել են, մենք դեռ չգիտենք, դա բացահայտվելու թեմա պիտի լինի։